Շատ բարձր արգելի ազգական ձեզանքներ շնորհակալ ենք լավ օր ձեզ Նատալյան, կանխատեսում ունեք քվեների քանի տոկոս վերք ստանալ, արդյոք 50%-ային կարծում ենք այո ավելի քան վստահ ենք Ինչով եք վստահ հաշվի առնելով նաև նախորդ ընտրությունների ձեր ստացած քվեները 2021 թվականի մասին Ուրեմն ասեմ նախորդ ընտրություններին ես հնարավորություն չէի ունեցել որպես համայնքի ղեկավար, որպես տեղակալ ծառայել համայնքում իսկ այս ընտրություններից առաջ 2.5 տարի եղել եմ համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում, այնուհետև 4 ամիս մի փոքր ավել եղել եմ որպես համայնքի ղեկավար ու հասցրել ենք անել գործեր, շփվել մարդկանց հետ, ճանաչել, այդ ամենը մեզ թույլ է տալիս մտածել ու սպասել է տալիս, քայլ են քայլ։ Իրան չեմ կարծում, Չեմ կարող ասեք, խնդրենք գորը, այդ ամեն ինչը հարցնեիք, չգիտեմ ինչի մասին է խոսել գորը Վախի մտնոլորտ չկա փարաքարում ըստիս ու ամեն ինչ նորմալ է լինելու գնալու է իր հունով, ժողովուրդը գնալու է դեպի զարգացում։ Ընտրությունների ընթացքը նորմալ, բոլոր տեղամասերում իմ տեղեկություններով ամեն ինչ նորմալ է, բնակչությունը գնում են, ընտրում են, ոչ մի տենց արտարոց դեպք
չի գրանցվել։ Պարոն Գյուլնազարյան, այդպես էլ քարաքարի բնակիչների եւ ընդհանրապես հանրության համար այսպես մութ մնաց ձեր հրաժարականի այն դրվագը, որ ասում եք, ես միջադեպին պատահաբար եմ այնտեղ մասնակցել, սրա վերաբերյալ ինչ կասեք։ Չեմ կարծում, որ հանրության համար մութ է մնացել, որովհետև բազմիցս դրա հետ կապված ես հարցազրույցներ եմ տվել, նույնիսկ ներկայացրել եմ, որ թե քննչական կոմիտեն, թե դատախազությունը իրենց եզրակացություններն են տվել, այդ եզրակացությունները եղել են իրատեսական, չեմ կարծում, որ ձեր կամ հանրապետությունում մեր մեջ կա մեկը, ով չի վստահում իրավաբաններին, չի վստահում դատախազներին, չի վստահում քննիչներին, որովհետև թույլ կտակ վերջացնեմ, եթե թույլ չեք տալու վերջացնեմ, չեք հարգելու ինձ, վերջացնեմ, հետո կհարկադարձեք պատասխանեմ, բարի խնդրում եմ։ Ու այդ եզրակացություններն էլ կա, ժողովուրդը դրա մասին իրազեկված է։ Եթե մարդիկ էլ կան, որ չեն վստահում, իդեմս ձեզ հարգելիս կարող եք գնալ, որոշումները վերցնեք եւ բողոքարկեք։ Շնորհակալություն, լավ օր ձեզ։ Իսկ